Պես պրոֆեսիոնալ եւ բարեվարք են եւ հետեւաբար իրապես անկախ են եւ այդ անկախությունը ընկալում են ոչ թե որպես պետությունից անկախություն, այլ անձանցից անկախություն։ Քանի որ խորագիրը հանդիպման ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն է, ես ուզում եմ խոսել այս համատեքստում կառավարության եւ դատական իշխանության երկխոսության եւ դրա կարեւորության մասին։ Երբ խոսում ենք ժամկետների խնդրի մասին, միշտ բարձրաձայնում ենք օբյեկտիվ խնդիրներ, որոնք այո իրապես առկա են, բայց այդ երկխոսությունն է, որ մեզ բերում է այն ցանկալի արդյունքին, որը որոշ դեպքերում կա նաև հիմա։ Շնորհակալ եմ, որ նշեցիք հաստիքների ավելացման մասին։ Այո, 2019 թվականից ի վեր 80 դատավորի հաստիք է ավելացվել։ Դուք բարձրաձայնում եք այն խնդրի մասին, որ վարձատրությունը քիչ է, պարոն Աթաբեկյանն իր ելույթում նշեց, որ դատավորների վարձատրությունն այս ընթացքում ավելացել է 40%-ով։ Դուք ասում եք օրինակ, որ ճիշտ չէր արագացված դատավարությունը, դատաքննությունը հանել նոր օրենսգրքից, կառավարությունը լսում է ձեզ եւ հետ է բերում այդ կառուցակարգը։ Դուք ասում եք, որ մենք ծանրաբեռնվում ենք դատական ակտի յուրաքանչյուր էջը ստորագրելով, մենք ասում ենք շատ լավ, մենք կփոխենք այդ կարգավորումը։ Դուք ասում եք, որ մեզ արագ գործելու համար անհրաժեշտ են պարզեցված ընթացակարգեր, գրավոր ընթացակարգեր, մենք որպես կառավարություն ասում ենք շատ լավ, մենք կնախաձեռնենք փոփոխություններ, որոնք ձեզ կտան պարզեցված եւ արագացված կարգով քննել գործեր։ Բայց խնդիրները շարունակում են դեռ մնալ ակտուալ եւ ես ունեմ համոզմունք, որ խնդիրների մեծ մասը այս պահին գոնե թե ոչ թե օբյեկտիվ են, այլ սուբյեկտիվ։ Ինչու եմ սա ասում, որովհետև նույնիսկ եթե համարենք, որ կան օբյեկտիվ շատ մեծ խնդիրներ, դրանց պայմաններում բարեխիղճ դատարանների, դատավորների գոյությունը, որոնք հասցնում են ողջամիտ ժամկետում գործերի քննություն իրականացնել, մեզ բերում է այն կարծիքին, որ իրականում խնդիրների մեծամասնությունը սուբյեկտիվ բնույթի են։ Եվ նաև այս հարցը շահկապելով, խնդիրը շահկապելով ձեր հարցին, պետք է ասեմ, որ այս պատկերը մենք տեսնում ենք նաև մեզ ուղղված դիմում բողոքներում։ Ինչ ենք մենք տեսնում դրանցում։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Եվ այս հարցերի պատասխանները, եթե դրանք օբյեկտիվ բնույթ ունեն, մենք միանշանակ ունենք եւ գնում ենք լուծման ճանապարհով, եթե դրանք սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության եւ որոշ դեպքերում ես ուրախ եմ, որ հանգեցնում են կարգապահական պատասխանատվության։ Ուզում եմ նշել, որ մենք ունենք մի արդեն պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են հանգուցալուծումը հնարավոր լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից։ Ես չեմ կարող ասել սա լավ է թե վատ է քաղաքացու տեսանկյունից ու աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է եւ իրապես մաքրվում է, որովհետեւ մեզ ներողություն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր։ Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որոնք դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա նույն դատավորներին համալրել դատավորների շարքերը ապագայում։ Ես ուզում եմ սուբյեկտիվ երևույթների մասին խոսելով ուշադրություն դարձնել մի պարզ երևույթի, որը վերաբերում է ժամանակի կառավարմանը, եւ այս առումով մենք ունենք շատ խնդիրներ, չնայած որ
օրենսդրական հիմքերի տեսանկյունից բավարար չափով կարգավորումներ նախատեսված են եւ նաեւ թվայնացման գործիքները գալիս են օգնելու ճիշտ ժամանակի ճիշտ կառավարմանը եւ գործընթացների ճիշտ կազմակերպմանը։ Մենք ունենք խնդիր իրավունքների չարաշահման համատեքստում, սիրելի դատավորներ, դուք ունեք այդ գործիքակազմը, որպեսզի պատասխանատվության կարողանաք ենթարկել իրավունքի չարաշահում թույլ տված դատավարության կողմերին։ Եվ իհարկե ես ուզում եմ խոսել նաև մյուս մարմինների աշխատանքի մասին, որոնք միարժեքորեն ազդում են դատարանների կողմից կատարված աշխատանքի եւ որակի, եւ բովանդակության, եւ արդյունավետության վրա, եւ ժամանակի ծախսի վրա։ Դուք առնվազն քրեական գործերով այսօր ունեք լրացուցիչ որոշումներ կայացնելու հնարավորություն։ Ցավոք սրտի ես այս պահին չունեմ վիճակագրություն, բայց եթե ունենայի իմ ձեռքի տակ, դա կխոսեր այն մասին, որ շատ քիչ են դեպքերը կամ դրանք չկան, երբ դատավորը իր լրացուցիչ որոշմամբ արձանագրում է խնդիրներ, որոնք կապված են այլ պետական մարմինների գործունեության հետ, որոնք դրսևորվել են միջդատական վարույթի ընթացքում։ Սիրելի դատավորներ, դուք միշտ ասում եք, որ ձեր վրա է թողնված բեռը վերջնական ակտ կայացնելու եւ հետեւաբար ձեզ է ուղղված հանդրության խոսքը, որը ոչ միշտ է գոհունակությամբ լցված, վերաբերող դատական ակտերին, ասելով, որ այո, մենք վերջին օղակն ենք, որը իրականացնում է դատաքննություն, բայց կան շատ սխալներ, որոնք թույլ են տրվել ժամանակին վարույթն իրականացնող այլ մարմինների կողմից եւ մենք չենք կարող ստանձնել դրա համար պատասխանատվություն։ Ես ուզում եմ, որ մենք հակառակ կողմից նայենք եւ հասկանանք, որ դատական իշխանությունը այն իշխանությունն է, որը գոնե թե այս պահին եղած օրենսդրական կարգավորումներով կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Եվ պետք չէ մտածել վատամարդ չլինելու կամ սոցիալական կապերը վտանգելու մասին եւ պետք է առաջ շարժվել այն ուղղությամբ, որ ձեր ձայնը լսելի դարձնեք եւ պետության համար եւ քաղաքացիների համար եւ ինչու ոչ որոշ դեպքերում օգտվեք ձեզ ընձեռնված օրենսդրական հնարավորություններից մատնացույց անելու պետական մյուս մարմինների թերացումները։ Դրանք կլինեն վարչարության թերացումներ, դրանք կլինեն մեր հարգարժան դատախազության թերացումները, քննչական մարմինների թերացումները եւ այլն։ Եվ ուզում եմ ասել, որ ինչքան էլ որ խոսում ենք ողջամիտ ժամկետներում գործերի քննության մասին եւ ասում ենք, որ ողջամիտ ժամկետները շոշափելի են միջազգային պրակտիկայում եւ նույնիսկ մեր դատական պրակտիկայում կամ նույն բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված ուղենիշային փաստաթղթերում մենք կարծում ենք, որ դրանք պետք է հստակ լինեն եւ կանխատեսելի, նախորդ մեր քննարկումների ժամանակ այս մասին խոսել ենք եւ դա է պատճառը, որ մենք որոշում ենք կայացրել, ընդ որում այդ որոշումը պարզ որոշում չէր, յուրաքանչյուր դատավարության համար ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ։ Ինչու է այս որոշումը կայացվել։ Նախ որպեսզի լինի հստակություն դատավարության բոլոր մասնակիցների համար, թե որքան կարող է տևել դատական գործի քննությունը մեր երկրում, եւ երկրորդ, եթե այդ ժամկետները երկարացվում են, դրանք ոչ թե երկարացվեն ուղղակի, այլ պատճառաբանված տարբերակով։ Եվ եթե դրանք չլինեն պատճառաբանված, ապա խնդիր է առաջանալու գնահատել դատավորի վարքագիծը կարգապահության տեսանկյունից։ Այսինքն այլ տարբերակ, ավելի լավ տարբերակ, քան դա է, մենք մտածել չենք կարող եւ ուզում եմ շեշտել, որ այն ժամկետները, որոնք ընտրվել են մեր կողմից, ինքնաբերաբար չեն ընտրվել, այլ ընտրվել են հաշվի առնելով բոլոր դատարանների ծանրաբեռնվածությունը եւ այն դատավորների հստակ օրինակը, որոնք կարողանում են ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը։ Ամփոփելով խոսքս ես ուզում եմ այն ավարտել մի դրական լուրով, վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտվածների եւ կալանավորվածների հարաբերակցության մասով, այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։
Վերջին 5 տարիների ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել եւ մշտապես կալանավորների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտված անձանց թիվը։ Սա շատ մեծ դրական ցուցանիշ ենք համարում եւ հույս ունենք, որ առաջիկայում process-ների արագացմամբ պայմանավորված այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի հօգուտ դատապարտյալների։ Շնորհակալություն։